Եթե մեծամասնությունը մասնակցի ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը պարտված է լինելու։ Վատ հայ է իմ համար Նիկոլ Փաշինյանի տիպարն է, ինչ որ ճիշտ է, պետք է ասել ճիշտ է եւ ճշտի համար պայքարել։ Այո, մեզ շատ է պետք Ռուսաստանի հետ չտեսնված հարաբերություններ ունենալ։ Բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանն է այսօր որոշում։ Այդ ծուղակի մեջ մենք էլ ենք ընկնում։ Ամենաբարդ հարցը լինելու է հենց դա։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան նժար սահմանադրական շարժման համահիմնադիր Արտաշես Էկոնոմովին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Նժար սահմանադրական շարժումը փաստորեն ակտիվ քաղաքականություն մուտք գործելու հայտ է ներկայացրել։ Դուք ասում եք, որ ոչ միայն վստահ եք, որ անցնելու եք խորհրդարան, այլ նաև ունենալու եք ջախջախիչ հաղթանակ։ Ձեր այդ սպասումը լավատեսական ինչ սոցիոլոգիայի վրա է հենվում, որովհետև այս ընթացքում ինչ հարցումներ էլ որ եղել են սոցիոլոգիական, ցույց են տալիս, որ Հայաստանում որևէ ուժ չունի ջախջախիչ հաղթանակ տանելու հնարավորություն եւ հավանականություն, թեև այդ հարցումների մեջ ձեր ուժի անունը չի եղել արդարության համար։ Այո, դուք ճիշտ եք, մեր ուժը նոր ուժ է, ձևավորվել է մոտ 3 ամիս առաջ եւ դրա համար ոչ մի հարցումներում մասնակցություն չի ունեցել, անունը չի հոլովել, սակայն իրականում թե ներքին հարցումները տեղի կազմակերպությունները, թե դրսից օրինակ ARI-ի անցած տարվա հարցումները ցույց են տալիս, որ մոտ 70% ընտրողների չեն գնում ընտրությունների, որտեղ չեն տեսել իրականում նոր ուժ, իրականում նոր մտքեր, նոր առաջարկներ։ Դա շատ հենց սկզբից մեզ հույս տվեց, մենք հասկացանք, որ իրականում մեր հասարակությունը հասկացել է, թե ինչ է կատարվում պետության մեջ, որ թե հները, թե հիմիկվանները սաղ մի շղթա են եւ բոլորը հաղում են իրար հետ, ի վնաս հասարակության, մեր քաղաքացիների, եւ իրանք պատրաստ են միայն այն դեպքում գնալ ընտրությունների, երբ տեսնեն իրականում ազնիվ ուժ, որը որ կարողանա ներկայացնել իր ծրագիրը, որը որ օգուտ կտա Հայաստանի քաղաքացիներին, որտեղ այս ամենը վերջի 30 տարիների ընթացքում ամեն դեպքում ոչ թե զարգացման համար էր, այլ անձնական ինչ-որ ապրելակերպը լավացնելու, ասենք ղեկավարները այդ բանով են շարժվել։ Եվ ես վստահ եմ, որ ժամանակը եկել է այդ փոփոխությունները կատարելու եւ մենք կարող ենք դա անել, որտեղ մենք ունենք հստակ ծրագիր, թե ոնց է համակարգային փոփոխություններ պետք կատարել, նրա համար որ հասնենք դրան, որ երբեք էլ ոչ մի անձ չկարողանա միանակ ղեկավարի տեր լինի, ասենք իշխան լինի, թագավոր կասեք, ոնց ուզում են ասեն, դա սխալ է, քանի որ մենք մեր սահմանության մեջ արձանագրել ենք, որ մենք ժողովրդավար երկիր ենք, ուրեմն պետք է ժողովրդավարության օրենքները աշխատի եւ ընդհանրապես օրենքը պետք է աշխատի։ Ամենամեծ խնդրումը մեր հասարակության մեջ նա է, որ մենք հույսներս ոչ թե օրենքի վրա ենք դնում, այլ դնում ենք բարեկամ, ընկեր, խավոր, սանիկ, այդտենց բան, որտեղ օրենքը չի պաշտպանում քաղաքացիներին եւ պաշտպանություն անեն գալի մարդիկ այդտենց ինչ որ նեղ շրջանակներում, որ կարողանան ավելի ապահով իրենց զգան, բայց դա սխալ մոտեցում է։ Մենք 5 քաղաքակրթություն ենք հայերս, պետք է արդեն 21-րդ դարում կարողանանք այդ ամեն ինչը փոխենք եւ իրավունքի երկիր դառնանք, ոչ թե իրական, այլ իրավական Հայաստան լինի, որտեղ որ մեր երիտասարդները կզգան ապահով եւ կիմանան, որ օրենքն է աշխատում, այլ ոչ թե ինչ որ անձնական շահերը կամ անձնական մոտեցումները։ Նշել եք, որ բազմաթիվ ուժերի հետ է, քաղաքական ուժերի հետ եք բանակցում եւ քիչ առաջ էլ շեշտեցիք, որ քանի որ ձեր ձևակերպումն է հներն ու նորերը մի շղթայի մաս են, դուք հիմա ինչ ուժերի հետ եք բանակցում, որոնք այդ շղթայի մաս չեն։ Ես ես միանշանակ ասեմ, որ բացի պարլամենտական ուժերից Համարը թե բոլորի հետ շփվել ենք, շատ հետաքրքիր է, որ մեծամասնությունը մեզ դիմում են, որ եկեք միանանք, եկեք իրար հետ միանանք, ոչ թե մենք ենք ինչ-որ գնում, այլ մեծամասնությունը ոնց որ մեզ են դիմում, քանի որ տեսնում են ազնվությունը եւ տեսնում են ծրագրերը, թե ինչ ծրագրեր ենք մենք իրականում, սա հեղափոխական ծրագրեր է, հենց ժողովրդավարության մոդելի մեջ, թե ինչ ձև է կարելի բալանսավորել իշխանությունը, այդ համակարգը ինչպես է կարելի անել, դա շատ երկար տարիների աշխատանք է իրականում
իրականում, այդ որ մենք ներկայացնում ենք, ինչ որ ոմանք այսօր սկսել են այլ այդ բալանսավորման մասին խոսալ իշխանության, բայց դա մեր մոտ արդեն ծրագրի բանով է եւ մենք կարողանալու ենք դա իրագործենք։ Հետո բռնապետության վերածած իշխանությունը ուղղակի չի կարող բալանսավորման մասին խոսել։ Այո, եւ դրա համար մենք ասում ենք, համարյա թե բոլորի հետ շփվել ենք, բայց մենք չենք ուզում այսօրվա դրությամբ ինչ որ մեկի հետ միավորվենք իրականում։ Մենք դեռ խոսում ենք, բոլորի հետ ուզում ենք հարաբերությունները, որ մեր լավ լինի, տարբեր կլոր սեղանների ենք մասնակցում, մեզ հրավիրում են տարբեր ուժեր, աչական, ձախական, մենք բոլորի հետ մասնակցում ենք այնտեղ, որտեղ որ մեզ հետաքրքիր է, օրինակ երեք ամսի 20-ներ, այո, հակներ հրավիրել, կլոր սեղան, իրանք ինչպես է սահմանադրությունը խախտել Փաշինյանը, եկեղեցու հանդեպ իրանց քայլերը ու շատ լուրջ մեղադրական հիմքեր կան այդ ամենի տակ, իրավաբանները լուրջ պատրաստել էին այդ ամենը, մենք էլ ստորագրեցինք, չնայած այնտեղ տարբեր ուժեր կան, որոնց հետ ըսկի ոչ էլ շփվելու ենք մենք հետագայում էլ, բայց դե ամեն դեպքում ինչ որ ճիշտ է, պետք է ասել ճիշտ է եւ ճշտի համար պայքարել։ Միավորվելու հարցին դեռ կանդրադառնանք ընթացքում, պարոն Նիկոնովով։ Հիմա ձեր ծրագրերի մասին է։ Տեսեք, այս ամբողջ ընթացքում խոսվում է այն մասին, որ իշխանափոխություն չի լինում եւ Փաշինյանին հեռացնել չի ստացվում, որովհետեւ նախ չկա պատշաճ առաջարկ հանրությանը, նախ չկա հասկանալի ըմբռնելի ծրագիր հանրության համար։ Դուք ասում եք, որ նժարը առաջարկում է իրավական պետության մոդել, առաջարկում է տնտեսապես գրավիչ ներդրումների համար, գրավիչ պետության նախագիծ։ Եվ նաև նշում եք, որ այն ծրագիրը, որը դուք առաջարկում եք, աննախադեպ է։ Ձեր գնահատմամբ այդ աննախադեպ ծրագիրը ինչպես եք հասցնելու հանրության լայն շերտերին, որպեսզի իրենց համար դա լինի ընկալելի եւ անպայման վստահություն առաջացնի եւ հավատ ներշնչի։ Լիլիթ, դուք ճիշտ եք, ամենաբարդ հարցը լինելու է հենց դա իրականում, քանի որ մենք նոր ուժ ենք եւ սա նոր ծրագիրը հասցնելու հարցը լինելու ամենադժվարը մեր համար, որի վրա մենք ամենաշատն ենք հիմա աշխատում իրականում, նախ եւ առաջ մենք գիտեք ոնց է, պրոբլեմը այդ որ ասում են չի լինի փոխել Փաշինյանին իրանց այդ քպայական բանը, դա նախ եւ առաջ սխալ մոտեցում է, որովհետեւ գիտեք ոնց ամեն ինչ մարդկանց ձեռքերում է, եթե մարդիկ գնան ընտրության, եթե մարդիկ վստահ լինեն, որ խոստովանները ամենապրոբլեմը ինչը վստահությունն է կորած մարդկանց մոտ դեպի քաղաքական ուժեր ընդհանրապես, որտեվ ով ինչ խոսք կտվե երբեք չի կատարել իր խոստումը, այս վերջի 7 տարվա մեջ էլ առավել ընդհանրապես նախկին ուժերը դեռ ինչ-որ բան ասենք փորձում էին անեին, խոսքը տալիս էին ինչ-որ ձևեր էին անում, աշխատում են, այս սրանք ընդհանրապես հակառակն են անում, ոչ թե իրանց խոստովացը չեն անում, այլ մի բան էլ հակառակն են անում, դրա համար ասենք մարդիկ իրականում վստահությունը կորցրել են եւ պետք է այդ վստահությունը ետ բերել, բայց նախ եւ առաջ դա պետք է լինի գիտեք ոնց իրականությունը ազնիվ լինելու համար կարամ ասեմ, որ մենք հետազոտություններ ենք արել եւ հասկանում ենք, որ ծրագրերը հասարակությանը հետաքրքրում են երկրորդ էտապում։ Առաջի էտապում իրանք ուզում են տեսնել եւ այդ իմաստությունը իրականում ունեն։ Մեր հասարակության մեջ դա կա, մեր ժողովուրդը դա այսքան տարիների ընթացքում ստացել է հմտություն իմաստությունը, որ կարողանան տարբերեն ազնիվը ոչ ազնիվից եւ իրանք պետք է հենց կարեւորը ազնիվ ուժ ստենալն է։ Եթե իրանք տեսնեն այդ ազնիվ ուժը, ազնվությունը, որ իրանք ազգում են դրանից հետո իրանք կհետաքրքրվեն ինձ թվում է ծրագրերով, արդեն այն օր այդ ուժերի մեջ իրանք կարողանան ընտրել, թե որ մեկն է, եթե լինի ուրիշն էլ, որովհետև դեռևս այդտենց ծրագրեր ես չեմ տեսել, թե մեկը կարողանա ներկայացնել, որովհետև ներկայացնում են տարբեր տնտեսական փոփոխությունների ծրագրեր, բայց համակարգային այդտենց մակարդակի փոփոխություն ոչ մեկ դեռ չի ներկայացրել եւ երևի թե չկարողանա, որովհետև սրանից լավը անհնար է ներկայացնել իրականում։ Պարոն Նիկոնովով, դուք շատ կարևոր հարցի մասին եք խոսում վստահության դեֆիցիտի եւ նշել եք, որ վստահությունը պետության հանդեպ անկյունաքարային հարց է։ Ինչ տարբերակով եք փորձելու այդ վստահության արժանանալ, որովհետև օրինակ տեսեք, դուք ազնվության մասին եք խոսում, բայց դա սուբյեկտիվ մի բան է։ Տեսեք, հատկապես բարդ է
մեր հասարակության դեպքում վստահության հասնել, որովհետև մեր հանրությունը վերջին տարիներին բազմաթիվ տրավմաներ ունի, բազմաթիվ վուլգար տեխնոլոգիաներով եւ քարոզչությամբ թունավորել են մեր հանրությանը եւ ապաթիայի անտարբերության մատնել։ Հիմա ինչպես վերականգնել այդ վստահությունը նաեւ այն պայմաններում, երբ իշխանությունը գործող փաստացի խզել է հասարակության հետ սոցիալական պայմանագիրը, բայց մինչև այսօր դրա համար որևէ հետևանք չկա։ Այստեղ գիտեք ոնց նայեք վստահությունը իհարկե միակ եւ ամենակարևոր հարցն է, որ պետք է քաղաքացին ունենա դեպի պետությունը, իր պետությունը, այդ դեպքում է միայն, երբ որ դու արդեն սիրում ես, պատրաստ ես ամեն ինչ անել քո պետության համար, քո ազգի համար, այդ վստահությունը պետք է փոխադարձ լինի, իսկ փոխադարձ լինելու համար պետք է կառավարիչները, երբ որ խոսք են տալիս, իրանց խոսքը փորձեն պահել, հա, որտեվ կարող է խոսք տան ինչ-որ բաներ, որոնք որ իրանք ուզում են անեն, բայց չստացվի ինչ-որ բաների պատճառով, հա, բայց դա կարող է կազմել, ասենք 10-20% խոստովացի, բայց ոչ թե 100%-ը էլ ավելին հակառակը չանես։ Հիմա այդ վստահությունը ձեռք բերելու համար սենց է, հա, ինչ-որ մի անգամ մեկը ի վերջո պետք է մենք ընտրենք այն մարդկանց, ովքեր խոսք են տալի եւ իրանց խոսքի հետևից գնում են։ Դա լինելու է։ Մենք վստահ ենք, մենք հույսով ենք, որ այս 26-ին մեր հասարակությունում, մեր քաղաքացիները դա կտեսնեն, կհասկանան եւ կգնան դրա պատճառով ընտրության, որտեղ մենակ դա է, եթե մեծամասնությունը մասնակցի ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը պարտված է լինելու։ Ինքը հաղթում ամենակային դեպքում, երբ որ մարդիկ ապաթիայի մեջ, ոնց որ դուք ասացիք, չեն ուզում մասնակցեն, եւ այդ ժամանակ քիչ իր, ասենք, հետևորդները, ասենք, հա, գնում են եւ հաղթում են, ասենք, շատ փոքր տոկոսով մասնակիցների փաստորեն իրականում եւ կարողանում են հաղթել։ Հիմա եթե մենք պատրաստ ենք, ասենք, իրականում հասկանալ, թե որն է լավ հայ եւ վատ հայ, որտեղ չպետք է լինի Ղարաբաղցի, Քյավառցի, չգիտեմ, Գյումրեցի, պետք է լինի լավ հայ եւ վատ հայ հասկացողությունը։ Որն է վատ հայը։ Վատ հայը իմ համար Նիկոլ Փաշինյանի տիպարն է, լավ հայը իմ համար Նինա Կարապետյանցի տիպարն է։ Ասենք պետք է ընտրություն կատարվի լավի ու վատի մեջ։ Հիմա մենք մի անգամ պետք է ընտրենք, ու եթե Նինա Կարապետյանցը գալիս է, այդ այն կինն է, ով 25 տարի իր պատմության մեջ, որ նա կարողացել է պայքարի բոլոր իշխանությունների հետ օրենքի եւ իրավունքի համար։ Եվ բոլորը դա տեսել են, բոլորը դա գիտեն։ Այդ մարդը 50 տարեկան մարդ է եւ այսօրվա մեջ եթե 25 տարի պայքարում է իրավունքի օրենքի համար ու ինչ որ պաշտոնի համար կամ ես ինչ Աստված Եվրոպայի փողի համար իր անունը Վարգապետի իր հոր ծնողների անունով որ ճանաչված են, դա անհնար է, ես վստահ եմ։ Դրա համար մի անգամ պետք է փորձել իրական այն մարդկանց, ովքեր պատմություն ունեն, որ ոչ թե անգլիացիք ասում out of blue եկած մարդկանց, այլ իրական են մարդիկ, ովքեր որ պատմություն ունեն եւ փորձել այդ մարդկանց վստահել։ Ամենայն հարգանքով Նինա Կարապետյանցի հանդեպ, տեսեք, սովորաբար ասվում է եւ դրա ապացույցն էլ կա, հա, մենք տեսնում ենք քվեարկության արդյունքներում, որ Նիկոլ Փաշինյանի խաղաքարտը գյուղական վայրերն են, բնակավայրերն են գյուղական։ Հիմա եթե գնանք եւ հարցում անենք գյուղերում, ով է ճանաչում Տիկին Կարապետյանցին։ Սա շատ կարևոր հարց է, որովհետև ճանաչելիությունը շատ համաձայն եմ եւ այդ նախորդ ձեր հարցի հետ կապված է մի հարցը, որ մենք պետք է հիմա փորձենք, մենք այդտենց փորձում ենք ինչ-որ ճանապարհներ ստեղծել, ոնց ենք մենք հասնելու գյուղացուն, որ կարողանանք ներկայացնենք այն, որ ոչ թե այսօրվա ասֆալտն է կարևոր, հա, եւ այն դպրոցը, որ էլի 5 տարի հետո էլի ինչ-որ պետք է վերանորոգման կարիք ունենա, հա, այլ կարևորը կարևոր ուղին, կարևոր ճանապարհը, որ պետությունը դառնա իրավական պետություն, որ այդ դեպքում գյուղացին ապահով կլինի, այդ դեպքում այդ ճանապարհները արդեն կնեն ոչ թե քմահաճույքով կառուցող, որ իրանց բավարարեցնելու, հա, այդ մարդկանց հասկանալի է, 35 տարուց ավել իրանք այն սովետից սկսած չեն ունեցել ոչ ճանապարհ, ոչ բան, մեկ էլ սկսեցին ճանապարհներ։ Պարզ է, որ այդ ամեն ինչը, ասենք թե կրեդիտով վերցրած, փողերով արած, բան, ամեն դեպքում այդ ամեն ինչը պետությունը պետք է անի, դա պարտավորությունն է պետության։ Եվ դա շատ հեշտ անել, ճիշտ տնտեսություն անելու դեպքում, երբ որ վստահությունը կա, պետությունը դառնում է ուժեղ, հասարակությունը համախմբված է լինում։ Մեր համար շատ կարևոր է համախմբվածությունը, այս պարակտումը, որ մտցրել են, սա հատուկ է արած նրա համար, որ հեշտ լինի կառավարել այս հասարակությունը։ Բայց 21-րդ դարում հայը իրավունք չունի այսպես պարակտված լինի ու այս վիճակում լինել, որ ինչ որ մի մարդ, որը որ անհասկանալի, ասենք իր
կրթությունը, իր որակը, բարոյական, հա, ինչ-որ անենց բաներ անում, որ ավշել է անեն դեպքում։ Դրա համար մենք իրավունք չունենք շարժվել այդ ուղղությամբ, մենք պետք է հավաքվենք եւ մենք պետք է ճանապարհը գտնենք գյուղացու հետ խոսալու, բացատրելու, ներկայացնելու, որ ունենք միակ ճիշտ ճանապարհ եւ մենք պետք է ընտրենք այդ ճիշտ ճանապարհը։ Պարակտման խնդրին եք անդրադառնում։ Փաստորեն մենք ունենք նաև մի իրականություն, երբ առանց անել մեր պարակտված հանրությանը, որին այսպես բևեռացնել է Նիկոլ Փաշինյանի առաքելությունն է եւ դա շատ լավ իրականացնում է, բայց տեսնում ենք, որ առանց այդ էլ մեր պարակտված հանրությանը նաև ընդդիմությունն է պարակտում, հա։ Միմյանց միջև են պարակտում, այսինքն որքան հնարավոր է ատոմիզացնում են մեր հանրությանը, իսկ դա ուղղակի որևէ մեկին եւ որևէ ուժի չի կարող լավ հանգրվանի բերել։ Երբ որ դուք խոսում եք դա վերացնելու մասին, բայց ես այնուամենայնիվ նկատեցի, որ երբեմն դուք էլ այդ թակարդում կարծեք թե հայտնվում եք, երբ խոսում եք հների եւ նորերի մասին, լավ հայերի եւ վատ հայերի մասին։ Իմ պատկերացմամբ պետք է որքան էլ որ դա դժվար լինի եւ ծանր լինի, պետք է կարողանալ ձևավորել մի համակարգ, մի ուժ եւ մի դեմքով ներկանալ, որը ընկալելի եւ ընդունելի կլինի հների եւ նորերի, լավերի եւ վատերի համար։ Սա խիստ անհավանական բան է հիմա թվում, բայց նաեւ ուղիղ կապ ունի թե այդ հայտը ներկայացրած մարդը ինչպես է դիրքավորվում։ Եթե ասում եմ, որ ես կարող եմ եւ լավ հայերի, եւ վատ հայերի, եւ հների եւ նորերի համար պայքարել, իրավունքների համար պայքարել, ինքը սկսում է կամաց ավելի ընկալելի լինել։ Լիլիթ ջան, համոզան եմ ձեր հետ, բայց գիտեք ոնց դուք կպան հիմունքներին հոգե անալիզի, հա, պսիխոանալիզի սկզբունքներին, ուրեմն գիտեք ոնց է, մարդ պետքա կատարսիսով անցնի։ Առանց դրա չի լինում։ Դուք իդեալական հասարակությունը ներկայացրեցիք, այո, դրան կարելի է հասնել, բայց առանց կատարսիսի դա չի լինի։ Եվ դրա համար դու պետքա իմանաս, թե վատը ո՞րն է, Իհարկե։ վատին գնահատական է տաս իրականում։ Ես չեմ ասում պատժես, ես եմ անպայման նստացնես, չնայած մարդիկ կա, որ պետքա պատժուել իրականում։ Ինստիտուտն էլ շատ կարևոր է։ Այո, եւ դրա համար եթե իրավունքի օրենքի մասին ենք ասում, օրենքի եւ իրավունքի սահմաններում պետք է այդ ամեն ինչը կատարվի։ Եվ դրանից հետո արդեն մարդիկ էլ կհասկանան, որ իրականում այդ ամեն ինչը իր տեղն է անգնելու, էլի։ Իսկ ամենից ուզել որ իրականում այդ ծուղակի մեջ մենք էլ ենք ընկնում, քանի որ ոչ թե հենց լավի ու վատի, այլ ես ճիշտ եմ ասում, ես գիտակցված եմ ասում լավ հայ, վատ հայ, որովհետև չպետք է լինի հայի պարակտել, բայց լավն ու վատը մենք պետք է իմանանք։ Առանց դրա իմանալու չի։ Մենք ունենք այդ օրինակները, մենք ունենք վատ օրինակ, իդեմս Փաշինյան եւ ունենք լավ օրինակ, իդեմս Տիկին Կարապետյանցի։ Դա իրանց թե կենսագրությունն է, թե բարոյականությունը համեմատել է կարելի եւ հասկանալ ոնց է մարդ ապրում, աշխատում եւ ինչին է հասնում, ինչ է անում եւ դա կարեւոր է։ Եւ դա բարոյագիտության հիմքն է։ Այո, միանշանակ եւ դրա համար հարցը դրա մասին չէր։ Դրա համար ես ասում եմ, մեր համար իրականում այն որ ասում եմ չենք աշխատելու, մենակ մի բանի համար չենք աշխատելու, որովհետև գիտեք ոնց 35 տարվա մեջ ես չեմ մեղադրում այդ մարդկանց։ Շատերը այնտեղ շատ լավ մասնագետներ կան, որ հետագայում իրանք կարան աշխատեն համակարգում, հա, կառավարման համակարգում իրանք կարող են աշխատել, բայց որպես քաղաքական գործիչներ իմ համար այդ էջը փակ է, իրանք չեն կարող լինեն քաղաքական գործիչներ, որովհետև իրանք աղավաղել են քաղաքականությունը այս վերջի 30 տարիների ընթացքում։ Խոսում եք շատ ծանրակշիռ հարցերի մասին, փոփոխությունների մասին, որոնք իրականում որևէ ուժի կարողությունների ծիրուն չէ, միայն մեկ ուժի կարողությունների ծիրուն չէ իմ գնահատմամբ, իմ համեստ կարծիքով։ Եվ դրա համար լայն կոնսոլիդացիա է պետք եւ ուժերի գերլարում։ Այն բոլոր կարևոր փոփոխությունների մասին, որոնք խոսում ենք, ուժերի գերլարում են պահանջում եւ ինչքան էլ որ ուժը ունենա ռեսուրսներ, միայնակ անել չի կարող։ Հիմա այս պարագայում վտանգավոր է, չէ, երբ դուք ասում եք, որ սրա կամ նրա հետ չեմ համագործակցելու, բայց դա թույլատնում է լայն կոնսոլիդացիայի շանսեր։ Լիլիթ ջան, գիտեք ոնց է համակարգները ոնց են աշխատում։ Պետք է լինի նպատակ, պետք է լինի գործիք այդ նպատակին հասնելու եւ պետք է լինեն մարդիկ, ովքեր օգտագործել են այդ գործիքը։ Եթե կա բարձր նպատակ, եթե կա թեկուզ եւ մի մարդու գեր ուժ, էներգետիկա, որ ասում են, հա, իսկ մեր դեպքում կա Նինա Կարապետյանց շատ ուժեղ էներգետիկա, ես եմ իր կողքը թիկուկին կանած, որով որ իրականում ոչ մի նպատակ չունեմ ինչ-որ պաշտոններ գրավելու, ինչ-որ ազգային ժողով մտնելու, հա, ուրեմն այդ էներգետիկան շատ բան է լուծում։
կարա ավելի մեծ խումբի, բայց ավելի պասիվ մարդկանց կանգնացի ոտի եւ տանի ճանապարհ։ Եվ տենց է լինում մեծամասնությամբ։ Հետո նոր արդեն այդ նպատակները, երբ որ դրված են էներգետիկան, երբ որ կա, դրա շուրջ արդեն գործիքներն էլ կան։ Դրա շուրջ արդեն հավաքում են մարդիկ։ Այդ մարդկանց այդ վաղ կարած դու համախմբես եւ տանես այդ գործիքները օգտագործելու նպատակին հասնելու համար։ Ո՞րն է ձեր ռեսուրսը, որը հատկապես հենց ձեր շուրջն է միավորելու մարդկանց, որովհետև այս ընթացքում մենք տեսնում ենք նոր դեմքեր են հայտ ներկայացնում ակտիվ քաղաքականության, ինչու հենց ձեր շուրջը պիտի միավորվեն։ Երկու բան։ Էլի եմ ասում, դա էներգետիկայի հարց է, նախ եւ առաջ, շատ կարեւոր է։ Շատերը դա դնում են խարիզմա ասածը, հա, այդ որ ասում են, դրա մեջ էներգետիկան է։ Երկրորդ հարցը ծրագիր է։ Մեր ծրագրի պես ծրագիր ոչ մեկ չունի։ Ես դա հստակ եմ ասում, այդ փոփոխությունը, որ մենք ենք առաջարկում, 3 հատ կետ է։ Հա, դա պետխորհրդի հասկացողությունը, բալանսավորող իշխանությունը, երկրորդը դա բոլորի համար է հասանելի, այդ համապարփակ անվտանգության համակարգը, բայց մենք աշխատում ենք այն մարդկանց հետ, ովքեր որ դա ստեղծել են, այդ մոտեցումը, շատ մեծ խումբ է, շատ որակով մարդկանց, որոնք դա պատրաստել են, եւ ով կարան ուրիշ ուժերը դրանից օգտվեն, դա մերը չի ոնց որ։ Մերը հենց պետխորհրդի մոտեցումն է եւ տնօրինային պետության անենց մոտեցումներ, որոնք մեզ թույլ են տալու մեր հասարակությունը ընդհանրապես վերջը տալ թմրամոլության, խաղամոլության, դրա վերջը մենք կարողանալու ենք տանք։ Ու շատ արագ 3-ից 5 տարվա ընթացքում լրիվ այդ թեման մեր համար փակ կլինի։ Այս ծրագիրը մենք չէինք ուզում մինչև համախմբելը ներկայացնենք, քանի որ մենք այս 3 կետի շուրջն ենք ուզում համախմբենք մարդկանց եւ հետո մեր ծրագիրն է կներկայացնենք ու համեմատենք ուրիշների են ուժերի ով մեր հետ միանում է իրանց ծրագրերին եւ ամենալավը։ Բայց քանի որ արդեն շատերը ուզում են իմանան թե մեր մոտ ինչ տնտեսական ծրագրեր կա, դրա համար ինչ որ բաներ մենք sense բացում ենք տեղ-տեղ, միանշանակ հնան կարողանալու ենք աճացնենք 1-ին 1, 3 տարվա մեջ մեր հնան 1-ին 1 աճելու, ասենք, եթե այսօրվա դրությամբ մոտավորապես 24 միլիարդ դոլարի է մեր հնան, մենք կարողանալու ենք դա 45-ից մինչև 50 միլիարդ 3 տարվա մեջ աճացնել։ Կախարդական փայտիկ ունեք։ Չէ, կախարդական փայտիկ չի, դա մաթեմատիկա է, մաքուր մաթեմատիկա է։ Այսօրվա դրությամբ մեր գորշ տնտեսությունը կազմում է մոտարապես օֆիցիալ 35-ից 40%, իրականության մեջ մոտ 65% է կազմում, բայց եթե մենք վեկալենք միջինը 50%-ով վեկալենք, 50%-անոցը եթե դու սպիտակացնում ես, իսկ մենք սպիտակացնելու այդ ձևը հենց առաջարկում ենք, թե ոնց ենք մենք սպիտակացնում մեր տնտեսությունը, այդ դեպքում ինստինկտիվ հնատ 1-ին 1 աճում է։ 1-ին 1 աճած հնայի դեպքում առանց ինչ-որ մի պրոբլեմի կարելի է միջին եւ ցածր թոշակները 100%-ով բարձրացնել։ Էլ չեմ ասում այնտեղ հաշվարկներ կա, մենք վերջնական այդ հաշվարկները կներկայացնենք, որ մենք կարողանալու ենք թե զինվորականների, դասատուների եւ բժիշկների ամենակարևոր, բացի նրանից, որ իրանք նրա համար, որ իրանք ամենապատվավորները իրանց ազգան մեր հասարակության մեջ, իսկ դա իրականում ամենակարևոր մասնագիտություններն են, հա, այս մարդիկ պետք է առնվազն $1000 չափով աշխատավարձներ ունենան։ Դա էլ հնարավոր մինչև 5 տարվա ընթացքում այդ 3-ից կարող է 3 տարուց էլ ստացվի, դրա համար եմ ասում, այս հաշվարկները մի քիչ դեռևս թերի են, բաներ կա, բայց $1000 սարքել մեր բժիշկների, զինվորականների եւ ուսուցիչների աշխատավարձը առնվազն 1000 կարելի է։ Տնտեսությունը զարգացնելու, վերակենդանացնելու լավ ցուցանիշների մասին եք խոսում, բայց մշտապես դրա քննադատությունը Հայաստանում եղել է այն, որ երբ մենք ունենք կոնֆլիկտ, արկախված կոնֆլիկտ երբեմն էլ թեժացման փուլերով, այդ պարագայում Հայաստանը չի կարող ներդրումների համար գրավիչ լինել, շրջափակման պայմաններում տնտեսության զարգացման մասին դժվար է խոսել, այսինքն մենք դեպի ներս ենք։ Հիմա կարծում կրահում եք իմ հարցը, անվտանգային հարցերը մինչև չկարգավորվեն, ես տեսակետ եմ բերում, որը գերակշռում է, մինչև այդ հարցերը հիմնովին չկարգավորվեն, տնտեսության զարգացման մասին եւ հեռանկարների մասին բարդ է խոսել։ Ասում եմ, նա ցենց բան կա, когда будет мир, ասում եմ, если ждать, то никогда։ Այդ ամեն ինչի համար, եթե մենք ուզում ենք անվտանգություն, մենք ինքներս պետք է մեր մեջ հասկանանք, ինչա դա նշանակում անվտանգությունը։ Այսօրվա դրությամբ անվտանգությունը եւ այդ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ խաղաղություն է բերել, հա։ Փաստորեն նայեք, եթե ապրիլին գան Ալիևը ու Էրդողանը Հայաստան այդ գագաթնաժողովին մասնակցելու եւ ստորագրեն, դա ոչինչ է այդ թուղթը լինելու։
Որտեղ մենք տեսել ենք Ուկրաինայի համար Բուդապեշտյան այդ պայմանագրերում ստորագրել են, ինչ եղավ, պատերազմ ուտեն մենք։ Թուղթը ինքը իրանով ոչ մի բան է այդ ստորագրածը։ Հա, այսօր ինչ որ քմահաճույքի պատճառով մեկի կամ մյուսի կարան ստորագրան, բայց վաղը նորից ուժեղը կարա սկսի եւ աշխարհը ցույց է տալի, որ այսօր ուժի բանն է անցնում, բայց իրականում, եթե դու կարողանում ես համախմբված հասարակություն ունենաս, այսօր դրությամբ մենք ունենք 3 տարի ժամանակ, որը որ ասենք մեր երաշխիքը այսօրվա դրությամբ 3 տարի որ լայնածավալ պատերազմ չուներ, դա Տրամպն է եւ իր այդ թրիփը իրականում։ Եվրոմիությունն է եվրոդիտորդներով, որին ուզում է Նիկոլը հանի։ Իրականում այդ ամենամեծ սխալն է լինելու, եթե մենք եվրոդիտորդներ ենք, մենք դեռևս պետք է ավելացնենք եվրոդիտորդների սահմաններում։ Մենք ունենք 3 տարի ժամանակ։ Այդ 3 տարվա ընթացքում մենք պետք է ոտի կանգնենք, ու ոտի կանգնենք ոչ թե նրա համար ինչ-որ բան հետ բերելու կամ ոչ, մենք պետք է ոտի կանգնենք այնքանով, որ մեզ չկարողանա ինչ-որ մեկը ստիպի, այս բանը ստորագրենք, կամ այն մի կտորը տանք, այս մի կտորը տանք, այս մարդկանց ընդունենք, հա, այդ սահմանադրությունը փոփոխենք իրանց կամայականությամբ, այլ ամեն ինչը անենք միայն այնպես, ինչպես պետք է մեզ եւ ի օգուտ է մեզ, մեր պետությանը։ Դուք թրիփի մասին խոսեցիք, բայց շատերը այն ընկալում են ոչ թե ինչպես դուք եք ասում երաշխիք խաղաղության չպատերազմի, այլ ճիշտ հակառակը համարում են ական տարածաշրջանային պատերազմի։ Գիտեք ոնց, այդ ականը ամեն ինչն է կարելի, նայած ով ոնց է ուզում ասի, եթե մեկը ուզում է ցույց տա այդ որպես ական նրա համար, որ ասենք թե դա Ռուսաստանին ձեռ չի տալիս, հա, դա ական չի, այսօր Ռուսաստանին ձեռ է տալիս այդ ամեն ինչ, եթե ձեռ չտար, իրանք բան էին արել։ Այսօր տեսեք ինչ կատարվեց, հա, այսօր ստիպեց Տրամպը Ռուսաստանին, ասեց, որ պետքա ստորագրես։ Ռուսաստանը իր պայմանները իհարկե բանեց, սկզբից չէր ուզում, Ալյասկայից հետո ինչքան ժամանակ եղավ, թվում էր, որ ինքը կարող է ինչ-որ էլի պայմաններ։ Հասկացան, որ չի ստացվելու։ Դրա համար այսօր ասողը եւ ստիպողը Տրամպն է, եւ Ուկրաինային, եթե Եվրոպան է հիմա խառնվելու իրար, որովհետեւ շատ բան կա, մարդիկ թվում են Եվրոպան Ուկրաինայի համար ապարքարում։ Իրականում Եվրոպան էլ շահագրգռված է այս պատերազմի մեջ։ Եվրոպային պետք է, որովհետև Եվրոպայի գործարանները կանգնած են, այսօր դրությամբ ավելի իրանք զինամթերք արտադրելու վրա են նախապատրաստում մոտակա 3-4 տարին եւ իրանց ձեռը տալի, որ այդ աշխատողներին կարողանան պահեն։ Եվ հիմա Տրամպը իր ձեռքով խփել է եւ ասել է պետքա ստորագրի Ուկրաինան։ Ուկրաինան իմ հասկանալով այսօր համաձայնվել է Զելենսկին եւ ասել է, որ այո, պատրաստ եմ այդ պայմաններով, Ամերիկայի դրած պայմաններով սկսեն քննարկել այդ հարցը, բայց ինքը էլի սպասում է, որ եվրոպացիք իրանք օգնեն։ Ինձ թվում է եվրոպացիք չեն կարողանալու օգնել Ուկրաինային, որովհետև Տրամպի որոշումը վերջնական է, եւ Տրամպն է այսօր որոշում։ Այսօր որոշում են Չինաստանը եւ Տրամպը։ Սի Ցզինպին, Տրամպ, իրանք են որոշողները։ Մեր հասարակության պետք չի խաբել։ Այո, մեզ շատ է պետք Ռուսաստանի հետ չտեսնված հարաբերություններ ունենալ։ Բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանն է այսօր որոշում։ Պետք է հասկանալ ով է որոշողը եւ այդ որոշողներից հասկանալ, որ ումից է կախված։ Եթե մենք չենք հասկանում ումից է կախված մեր այդ երաշխիքը, մենք չենք կարողանալու ճիշտ կողմնորոշենք եւ ճիշտ քայլեր անել։ Սա շատ կարեւոր է։ Եվ վերջում ամփոփելու համար մեր զրույցը տեսեք վերջին ամիսներին աշխուժությունը քաղաքական դաշտում, դա նաև հատկապես պայմանավորված է այս նոր հայտերով, հա։ Բայց մի ցավալի բան կա, որի մասին ես չեմ կարող չխոսել որպես դրագրող, որպես քաղաքացի, որը ցավում են ամենի համար ինչ կատարվում է։ Պատկերացրեք այս աշխուժությունը, որը դեռ հրաշալի մակարդակի չէ, բայց վատ չէ։ Պատկերացրեք այս աշխուժությունը լիներ ոչ թե վերջին ամիսներին, այլ ասենք 21 թվականի ընտրության արդյունքներից անմիջապես հետո։ Ես կարծում եմ, որ այդ մի քանի տարվա աշխատանքը կբերեր նրան, որ այսօր ջախջախված ռեյտինգով իշխանությունը որևէ համայնքում հաղթանակ ունենալ չէր կարողանա, եւ այդ հարցումների ցուցակում անպայման կլինեին ուժեր, որոնք կունենային բացարձակ առաջատարի հավակնություններ եւ հավանականություն։ Եվ Արցախն էլ կլներ մեր երևի թե դեռևս, սակայն եղավ այն ինչ եղավ, եւ դա մի հատ բան եմ ուզում ասեմ, մենք պետք է հասկանանք, որ այս ամեն ինչը տեխնոլոգիաները, որ օգտագործում է այս իշխանությունը, այն վաղ դա սև սպիտակ էր,
Եվ իրանք իրար հետ են աշխատել, էդ էլ ասեմ, էտա, ես պարզ խոսացող եմ, ես միշտ ասել եմ, ես ազնիվ ասել եմ, որ հասկանում եմ պատկերացնում, իսկ ես լավ եմ հասկանում, լավ եմ պատկերացնում, թե ինչա կատարում, համար ասում եմ, սա տեխնոլոգիաներ է, եւ մենք պետք է կարողանանք այդ տեխնոլոգիաների իդեմս գնալ, մեր օրակարգները ստեղծելով եւ անելով ամեն ինչ, որ մարդիկ գնան մեծամասնությունը դուրս գան ընտրություններ, միակ ձևը հաղթահարելու այս արհավիրքը, ինչ որ մեր մոտ հիմա կատարում է, դա ընտրություններին մեծ մասնակցություն ապահովելն է։ Եթե հանկարծ չհասնեք այն հաջողությանը, որը որ պատկերացնում եք, շարունակելու եք նույն եռանդով գործել։ Ես չեմ կարող այսօր ասել, սենց կանեմ կամ նենց կանեմ, ես վստահ եմ, որ վերջը մեկը Հայաստանում ամեն ինչ չտեսնված ալնելու, ու այդպիսի մարդիկ իրավունք չեն ունենա ընդհանրապես մոտիկ գալ քաղաքականությանը կամ էլ չեմ ասում իշխանությանը։ Ես վստահ եմ, որ Հայաստանում տենց վերջը լինելու է։ Հա, ու վերջը ինձ թվում է արդեն հեսա եկել հասել է 26 թիվը, հուսով եմ վերջը այստեղ ալնելու, այդ որ լավը կսկսի 26 թվականից։ Շնորհակալություն։ Ես ձեզ եմ շնորհակալ։